Հարգելի հայրենակիցներ, Նոյան Տապանը եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Նժար Սահմանադրական շարժման հիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Բարև ձեզ, Տիկին Կարապետյան։ Բարև ձեզ, սիրելի մայր։ Ներողություն ենք խնդրում մեր հեռուստադիտողներից, մեր մեղքով չէ, որ մենք այսպես մի փոքր ուշադրություն ես էլ եմ ներողություն խնդրում։ Խցանում է եւ կյանքը եւ փորձը ցույց է տալիս առաջին անձրևը, առաջին ձյունը միշտ մեզ մոտ արդեն բոլոր ճանապարհները խցանումների մեջ է։ Տիկին Կարապետյանց խոսենք, թե ինչ է կատարվում մեր ներքին կյանքում եւ ձեզ հետ որպես արդեն քաղաքական ուժի ներկայացուցիչ եւ որպես իրավապաշտպան։ Այսօր տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի սոցիալական ցանցից, Facebook-յան էջից, որ քաղաքացիական պայմանագրի վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության էթիկայի կանոնագիրքը։ Եվ այդ կանոնագրքում դրույթներ կան, որոնցում նշվում է, թե ինչպիսին պետք է լինի կուսակցականը, ազնիվ պետք է լինի, պետք է ունենա օրենքի գերակայություն, պետք է լինի պարկեշտ եւ այլն։ Մենք դրույթներին կանրադառնանք, ձեր կարծիքն է հետաքրքիր, բայց հասկանանք ինչու հիմա որոշեց այդ կանոնագիրքը Նիկոլ Փաշինյանը եւ այնտեղ փաստորեն սահմանում են իրենց համար հայոյանքին հայոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել։ Խնդրում են դա չընկալել որպես թուլություն կամ վախկոտվածություն, այլ նվիրվածություն իր իսկ ընդունած էթիկայի կանոնագրքին։ Պարոն Փաշինյանը տեղյակ չի, որ դա համամարտկային համակեցության կանոններն են, պարոն Փաշինյանը հավանաբար տեղյակ չի, որ դա մեր օրենսգրքով, տարբեր օրենսգրքերով արգելված գործողություններ են մասնավորապես, եւ հատկապես տեղյակ չի, որ դա քաղաքական ուժի պայքարի, քաղաքական պայքարին բնորոշ միջոցներ չի, այն ամենը, ինչով առաջնորդվում էր տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը անձամբ, որպես երկրի ղեկավար, որպես կուսակցության ղեկավար, ինձ համար անկեղծ ասած ես չեմ էլ կարդացել ու ազնվորեն չեմ էլ պատրաստում կարդալ։ Եթե չեք կարդացել, ուրեմն ես ձեզ Բայց ասեմ ինչի, Մարջան, բայց ասեմ ինչի չեմ կարդացել, որովհետև ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է ստեղծել արհեստական խոսույթներ։ Ինքը ինչ որ խոսույթներ կամ ինչ որ մտքեր, գաղափարներ ա բերում դաշտ եւ բոլորին ստիպում է, որպեսզի բոլորը խաղան իր խաղի կանոններով։ Ես կարծում եմ, որ մենք այն առողջ ուժերը, մարդիկ, ովքեր իսկապես կարևորում են ապագան, մենք բոլորս պիտի մեր բոլորի գործողությունը պիտի ուղղված լինի միայն նրան, թե մենք ինչ ենք պատրաստվում անել։ Ես հասկանում եմ, որ լրագրողներին իհարկե կան հարցեր, որոնք կհնչեն, ես սիրով պատրաստ եմ արձագանքել, բայց կներեք, ես անլուրջությանը չէ, էլի, որովհետև սա Ինչու է անլուրջ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը իր կուսակիցներին ասում է, որ պարտավոր են ղեկավարվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ գործող օրենսդրությամբ, մերժել կոռուպցիան, իշխանության չարաշահումը, օրենքի ցանկացած խախտում։ Միջև հիմա իրանց པարզ չէր այդքան բանը, հա, ես ուզում եմ հասկանամ, միջև հիմա ինչը པարզ չէր Նիկոլ Փաշինյան, որ հատվածը པարզ չէր, որ սահմանադրությունը պետք է հարգել, որ հակասահմանադրական գործողությունները նաև քրեորեն պատժել են Նիկոլ Փաշինյան։ Այն ինչ որ դու անում ես եկեղեցիների դեմ ուղված, հայրաքելական սուրբ եկեղեցու կոնկրետ մեկ եկեղեցու դեմ։ Ներսի մասին էլ է խոսում այդ կանոնագիրքը եւ առերես եւ նույնիսկ սոցիալական մի հատ բան կար կավենում հայկական թիմերից մեկը ասում է никакой этики и эстетики в этом нет։ Այ հիմա սրա մասին է։ Ոչ մի էթիկայի, էսթետիկայի, ոչ մի բանի մասին այստեղ խոսք լինել չի կարող։ Այս մարդիկ ում համար չկան կարմիր գծեր, չկա արժեհամակարգ, չկան, ինչ ասեմ, սրբություններ, եթե կուզեք, հա, տենց մի քիչ էմոցիոնալ դաշտը մտնելով, այս մարդկանց համար ուզում ես գրի, ուզում ես մի գրի, դա ոչինչ չի փոխում, որովհետև այն ինչ որ ինքը հիմա գրել է, նորից սահմանադրության մեջ գրած էր, քրեական օրենսգրքում գրած էր, այս ամեն ինչը գրած էր։ Մենք այս օրենքները պաշտպանելու համար գլխավոր դատախազություն եկա գլխավոր դատախազություն ունենք, որը պիտի այս ամեն ինչի հետևեր։ Մենք ունենք հակակոռուպցիոն հարաբերությունների ժամանակ սա ներկուսակցականը ինչ կապ չունի, օրենքը օրենք է, կուզի ներկուսակցական լինի, կուզի վար կուսակցական, վեր կուսակցական, դա բացարձակ էական չի։ Օրենքը գործում է բոլոր պայմաններում։ Նիկոլ Փաշինյանը նորա գլխի ընկել, որ դա կարելի է նաև սենց օգտագործել։ Անկեղծ ասած ինձ հետաքրքիր չի, թե ինքը ինչ է անում, ինձ ավելի հետաքրքիր է, թե ինչ առաջարկներ են հնչում ավելի լայն իմաստով թույլ չտալու, որ այս արժեքներից զրկված բացարձակ զրո արժեքներ ունեցող մարդիկ, թիմերը, խմբերը, պետականակործան թիմը այլևս երբեք չվերարտադրվի, անկեղծ ասած ինձ մենակ դա է հետաքրքրում։ Մնացածը, բայց սիրով, էլի եթե հարցեր կան, փորձենք։ Դե ամեն դեպքում կրթությանն է այստեղ մեծ ուշադրություն դարձնում Ռամեդակում էթիկայի այդ հիմքում դա կրթությունն է, նորից խոսում են անպայման։ Մարիջանախրետ ասում է մարդ, որը միջև վերջ չի գնացել, կրթություն չի ստացել, հասկանում եք։ Մարդ, որի կներես Մարիջան,
Մարդ, որը որ պետական պաշտոնյա, ազգային ժողովի առողջապահության հանձնաժողով կա այնտեղ, մշտական հանձնաժողով կա, որի ղեկավարին նշանակել են մարդ, որը բարձրագույն բժշկական կրթություն չունի, լավ հələ չունի, ջհաննամ ունենա, այդ մարդը եկել է բոլորն ասում, ինչ կարևոր է, ասում մարդ կրթություն ունենա։ Նիկոլ Փաշինյան, բայց ինչ էր անում, այն ցորենի մասով ասում անասունը ուտում է, դե մենք էլ ասում նույն կարանք նույն բանը ուտենք, դուք կարող ա ժողովուրդ ջան, մնացածը չէ։ Այս մարդը, որը պատկերացում չունի ոչ բժշկության հետ, ոչ բժշկության հարակից գիտությունների գիտելիքներ, տարական գիտելիքներ չունի, մարդ, որը ջհաննամ գիտելիք ունենա, տարական կրթություն չունի, տարական բան չունի, էթիկա չունի, որ հասկանա, որ այնքան խելք էլ չունի, որ հասկանա, որ դու այդ պաշտոնին չես համապատասխանում, այ ընկերուհի։ Ոչ թե որովհետև, տեսեք ինչ ահավոր բան տեղի ունեցավ, իդեպ ես չգիտեմ, սրան անդրադարձել ենք թե չէ, բուժքույր մասնագիտությունը դա բացառիկ կարևորություն ունեցող մասնագիտություն է։ Դա ցանկացած պրոֆեսիոնալ բժիշկ ձեզ կասի, եթե դու կողքիդ ունես կանգնած լավ որակի բուժքույր, այն որ ասում գիտելիքով, քթածակով, ձեռի շնորհքով, դու համարի քո գործի կեսը արված է։ Բժիշկները երազում են այդպիսի բուժքույր ունենալու մասին։ Բայց երբ որ դու բուժքույրին բերում ես, նշանակում ես մի պաշտոնում, եւ իր տարական գիտելիքները, կրթությունը, որակները մարդկային չի բավարարում, պրոստը մարդ մնալու համար, ամբողջ Հայաստանը բուժքույր է տշում, հասկանում եք, ամբողջ եթերը բուժքույրներին վարկաբեկված է, այնինչ այդ բացառիկ կարևորության մասնագիտություն է։ Նիկոլ Փաշինյանը կարողացել է իր այս գործնեության 7 տարվա կործանարար գործնեության ընթացքում վարկաբեկել ամեն ինչ, ինչ հնարավոր է։ Ինքը բարոյականության եկեղեցու, ոնց ասում, մաքրման հարցերով է զբաղվում եւ դա պատրաստվում է անել այն սրբազանների հետ։ Մասնակցությունը ինչի է այդ ամենը դրան ինչ։ Չէ, ուզում եմ մի քանի օրինակ բերել։ Եկեղեցու բարեփոխման է գնում ամենա բարոյալքված սրբազաններին մեկին դոշին sense բրոշկա սարքած գնում է, ինչն է ում հետ ես բարեփոխում։ Բանը առողջապահության ոլորտն է գնում բարեփոխելու մասնագետ չի։ Իսկ ոչ մինիստրն է, նախարարն է մասնագետ, իրավաբանն է մասնագիտությամբ, ամենայն հարգանքով, իրավաբան որպես խնդրեմ։ Բանը ամենակարևոր հանձնաժողովի նախագահ նշանակում է մարդը, որը տարական բարձրագույն կրթություն չունի, այդ մարդը ոլորտի հետ բացարձակ ծանոթ չի, պատկերացում չունի։ Որ ոլորտը, կրթության ոլորտը գնում է այնպիսի բաներ են հայտարարություններ են անում, որ մարդ ապշում է, լավ դու ոնց կարաս տենց հայտարարություններ անես։ Մի խոսքով, ես էլ չեմ խոսում դատարանների բարեփոխման մասին, ոստիկանության բարեփոխ, ինձ թվում է ես այս տարիների ընթացքում այնքան եմ խոսացել, լսողները ինձանից հոգնել են, ես էլ խոսալուց եմ արդեն հոգնել, բայց չկա այդպիսի ոլորտ, որտեղ այս մարդը իսկապես լուրջ վերաբերվի այս process-ներին։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանը շատ վաղուց ոչ միայն մերժված է, Նիկոլ Փաշինյանը ինքը իրան զրոյականացնելու ճանապարհով է գնում, որ ասում է սամալիկվիդացիա։ Ինքը իրան ուղղակի ինքնաոչնչացման ճանապարհով է գնում, որպես քաղաքական միավոր։ Որ չինքնաոչնչանա հենց իր թիմը։ Հա, Մարի ջան, կարևոր չի թե դու ինչ ես գրում թղթի վրա, կարևոր չի թե դու ինչ ես հայտարարում, կարևորը թե դու ինչ ես անում։ Այն Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները հաստատապես հակասահմանադրական են։ Առանձին դեպքերում քրեորեն դատապարտելի են եւ անհաշվելի դեպքերում ուղղակի անբարոյական գործողություններ են, հակաբարոյական են, հակահայկական են, հակապետական են։ Հետևաբար կապ չունի ինքը ինչա գրելու թղթերի վրա։ Կարևորային է, ինչը մենք տեսնում ենք, մեր աչքով ենք տեսնում։ 7 տարի հետո դու որոշես, որ կարելի է թղթին հանձնել ինչ որ մտքեր, գաղափարներ, հա, կոչեր անել, ինքը ջան, դու քեզանից սկսի այդ զսպվածության կոչերը, գոնե նախ եւ առաջ։ Մարդ, որի ժամանակ քաղաքական հետապնդումների ծավալը հասել է այնպիսի մասշտաբների, որը ուղղակի սկսում է չափելի չլիներ ու համեմատելի չլիներ նախորդ ժամանակաշրջանների հետ։ Ու այս մարդը խոսում է ինչից բարեկրթությունից է խոսում, ինքնակրթությունից է, հանձնաժողով է լինելու, որը վերահսկելու է ըստ կանոնակարգի են գործում։ Եվ ով է լինելու այդ հանձնաժողովի նախագահան, Սիսակ Գաբրելյանն է լինելու, Անդրանիկ Քոչարյանն է լինելու, չգիտեմ ով անդեղ մի հատ չկար, Դավոյանն է լինելու, Ջուլհակյան, ով է իրանցից ով է լինելու։ Կարող է ուրիշ մարդ է լինելու։ Նույն բանն են անել, ինչ որ գլխավոր դատախազն է անում, այսինքն ոչինչ չեն անելու իրենց պատժելու համար։ Իր թիմակիցները եւ անձնապես ինքը Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ
քրեորեն պատժելի գործողություններ է իրականացրել։ Եվ մենք ունենք մի հսկայական ինստիտուտ դատախազություն, որը դրան պիտի արձագանքեր եւ այդ գործողությունների վերաբերյալ, հակաիրավական գործողությունների վերաբերյալ պետք է քրեական գործեր հարուցված լինեն։ Եթե դա չի աշխատում որպես անկախ սահմանադրական ինստիտուտ, իր տակ ասում է իր շուրջը ձևավորված հանձնաժողովը ինչ պիտի անի, ոչ մի բան չի անելու, լավ ժողովուրդը, այս արդեն բան չի։ Նիկոլ Փաշինյանը թող դրան չպատրաստվի, Նիկոլ Փաշինյանը թող պատրաստվի ինչով այնքը զբաղվելու եւ ոնց է իր իրավունքները պաշտպանելու, մի հատ թող փաստաբան գտնի, այսօրվանից թող փաստաբան գտնի, որովհետեւ ընտրություններից հետո, երբ հարցը բարձրացվի իր քրեական, իր եւ իր թիմի, իր սազանդարների, իր սատարողների, իր թիմակիցների, այդ թվում նաեւ քրեական պատասխանատվության հարցը երբ որ դրվեց, իրանց լիքը փաստաբաններ է պետք լինելու։ Այնպես որ թող իրանք այսօրվանից դրան պատրաստեն, ոչ թե կանոնագրքեր կամ չգիտեմ ինչեր գրել։ Տիկին Կարապետյանց վստահ եք ասում, բայց քաղաքացիական պայմանագիրներ վստահ է, որ իրենք ընտրություններին անցնելու են։ Իրենք շանսեր չունեն չանցնելու։ Խոսում են ժողովրդի հետ, հանուն ժողովրդավարության են գործում։ Անշուշտ Նիկոլ Փաշինյանը գիտի ինչի այնքը պատրաստվում։ Պատարակներին, երբ որ գնում է Նիկոլ Փաշինյան, չգիտեմ դուք նկատել եք թե ոչ, ես մի պատարակի ժամանակ նկատեցի, չեմ հիշի, որ եկեղեցում նույնիսկ հասարակությունը գրավոր ինչ որ ծալված թղթեր էին փոխանցում Նիկոլ Փաշինյանին, այսինքն նույնիսկ այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը այնքան է ժողովրդի մասին մտածում, որ ընդունում է այդ փոքրիկ դիմումները եւ հաստատ դրանց ավելի մաջան հասկանում եք, երբ որ դու 7 տարի իբր բարեփոխումներ ես իրականացնում, բայց միևնույնն է ժողովրդի մարդիկ ստիպված են լինում այդ համակարգերի չաշխատելու պատճառով են, որ գալիս են քեզ թուղթ են գրում ու ձեռը թուղթ են տանում։ Ում է օրինակ ծառայում այս կանոնագրքով եւ այս փոփոխություններով։ Ես մի բան ասեմ, Մաջան, այս թղթերը որ բերում դնում են, հավանաբար Ստաբար գիտեք, բան կա Իսրայելում կա Ստինա պլաչը, այն որ մարդիկ ինչ որ երազանքներ ունեն, բերում են թղթի վրա գրում են, այդ պատի մեջ տենց տեղադրում են, այ Նիկոլ Փաշինյանը դառնալ լացի պատը մեր համար, ու մարդիկ բերում են այդ լացի պատի մեջ ինչ որ թղթիկնի կտորներ են դնում, հույս ունենալով որ ինչ որ հարցեր կլուծվեն, այն հարցերը, որ ինքը իդեպ 7-8 տարի առաջ էր խոստացել լուծել, բայց այդպես էլ ոչ միայն դրանք չլուծեց, հələ մի անհաշվելի թվով խնդիրներ մեր գլխին ավելացրեց։ Նախ մի բան էլ ավելացնեմ, մի շտկում ասում է, այն ինչին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը, դրանք պատարակներ չեն, որովհետև պատարակները շատ հստակ կանոնակարգված կոնկրետ կրոնական կազմակերպության կանոններով ընթացող process-ներ են։ Եվ եթե դա իրականացնում են մարդիկ, ովքեր կարգալույծ են, կամ մարդիկ, ովքեր խախտում են այդ կանոնակարգը, կներեք դա պատարակ չի։ Դա ինչ որ միջոցառում է, այնտեղ, չգիտեմ, ինչ որ process-ներ է։ Նույն տրամաբանությամբ դա վերաբերում է ցանկացած այլ կրոնական կազմակերպության արարողության։ Եթե ներխուժում են իրենց տարածք, եթե իրենց կանոնները խախտելով են անում, եթե իրանց կարգալույծ պաստորներն են դա իրականացնում, հետեւաբար դա պատարակ կամ սրբազան ինչ-որ process չի կարող համարվել։ Կապ չունի թե ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Ինքը անընդհատ ասելու է, իհարկե ասելու է, որ ես եմ հաղթելու, որովհետև ինքը գիտի թե ինքը ինչին է նախապատրաստվում, իհարկե ինքը գիտի, որ պետք է օգտագործվի ադմինիստրատիվ ռեսուրս կոչվողը, իհարկե ինքը գիտի, որ որոշ մարդկանց կուսակցություններ, շարժումներ, իհարկե կուսակցություններ մասնակցելու համար կամ դաշինքներ, ինքը օգտագործելով այն գործիքակազմը, որ ունի, իհարկե չի գրանցելու, դա շատ անհիշելի։ Իդեպ ասեմ, որ դրա մասին շատ են խոսում նախկին նախագաների, այսպես ասած, համախոհներն ու սիմպաթիա ունեցող, ու ամեն անգամ ասում են, այ ինչպես Մոլդովայում չգրանցեցին, ժողովուրդ Ռուսաստանում սաղ կյանք չեն գրանցել։ Ընդդիմադիրներին ինչքան ես ինձ հիշում եմ, չեն գրանցել։ Այնպես որ երբ որ Մոլդովայի օրինակը բերում եք, հիշեք նայեք, որ Ռուսաստանում այդպես են վարվել։ Եվ Էլի բազմաթիվ քրեական գործեր են հարուցվելու Մարի ջան, շատ մարդիկ հայտնվելու են քրեակատարողական հիմնարկներում կալանքի տակ, որոշների վերաբերյալ ապօրինի դատավճիռներ կարող են հասցնել այս ընթացքում բանալ։ Ամեն գործիքակազմ Նիկոլ Փաշինյանն օգտագործելու է, իհարկե ինքը պիտի կանգնի ու տենց ուժեղ տպավորություն ստեղծի, որ ինքը այդ ամեն ինչը կարող է անել եւ ինքը դրանով հասնելու է հաղթանակի։ Ինքը չի կարող հաղթել, հասկանում եք, որովհետեւ այն բարոյալքումը, այն հարվածները, որը ինքը հասցրել է հայ ժողովրդին, մեր պետականությանը, ինքը ուղղակի չի կարող վերարտադրվել։ Ինքը նորից, ինքը միացրել է ինքնալիկվիդացիայի գործընթացը, իրան ապանյենտներ պետք չեն, իրան հակառակ քաղաքական
կողմնորոշում ունեցող քաղաքական ուժեր իրան պետք չեն իրան խաղից դուրս թողելու համար, քաղաքական աղբաման, ինչպես ընդունված է ասել, ուղարկելու համար։ Ինքը իրան ամբողջորեն այնտեղ հանում է դնում այդ քաղաքական աղբամանի մեջ, պատմության աղբամանի մեջ։ Այլ խնդիր է, որ պայմանավորված որոշակի process-ներ են տեղի ունենում, այդ թվում նաև ինչու ոչ արևմուտքի լռության պայմաններում, այդ թվում նաև մնացած ուժեղ խաղացողների պայմաններում, որոնց շատ ձեռատալի Նիկոլ Փաշինյանը եւ այո ինքը այդ իմաստով ունի առավելություն։ Ստեղ մենք շատ հստակ խնդիր պիտի դնենք։ Մենք մեր ժողովրդին պիտի բացատրենք, կապ չունի թե ով ումա սատարում։ Բացարձակ կապ չունի, ես ձեզ հավաստիացնում եմ, կապ չունի։ Ինչ կարող է անի առավելագույնը դրսի խաղացողները Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը ստանալու համար, որը իրանց պետք է, որովհետև ինքը փափուկ խաղալիք է, ոնց ուզում սենց ճմրտում եք նշում, արևմուտքին։ Եվ այդ թվում նաև արևմուտքը լռելային, այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք, այդ լռությունը, որը մենք տեսնում ենք արևմուտքի կողմից, դա աննկարագրելի լռություն է։ Ես այսպիսի լռություն չեմ լսել երբեք, բառացիորեն երբեք չեմ լսել, որովհետև այս չափի, այս տեսակի, այս որակի հետապնդումներ, որոնք մենք ունենք, այս որակի խոսույթ, այս որակի վարքագիծ, որը մենք տեսնում ենք իրավապահ մարմինների արդարադատություն, ճակերտավոր արդարադատության մարմինների կողմից եւ լուր տոտալ լռություն արևմուտքի տարբեր ներկայացությունների կողմից, սա ապշելու բան է։ Բայց նորից կապ իրանք ինչ կարան անեն իրենք արտասահմանը, հա, ասում է Զապադ нам поможет վիճակը։ Առավելագույն իրենք կարող են լռել, իրենք չեն մտնի, չեն մասնակցի, կեղծումների չեն մասնակցի, առավելագույնը կարող են հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի ոստիկանության ջարդերի վրա ուղղակի աչք փակել։ Ինչ կարող ենք անել մենք այս ամեն ինչը փոխելու համար, որովհետև մեզ պետք չի փափուկ խաղալիք առաջնորդ։ Մենք դրա կարիքը չունենք, մենք կարիք ունենք բարոյական, անխոցելի, կարծր եւ ազգային գաղափարներ ու նպատակներ կրող մարդկանց առաջնորդության կարիք ունի մեր հասարակությունը։ Եվ հետեւաբար ինչ կարող ենք մենք անել։ Մենք կարող ենք որպես հասարակություն գնալ եւ ընտրել են մարդկանց, ովքեր ում հետ ստիպված են լինելու հաշվի նստել արևմուտքը կլինի, արևելքը կլինի, հյուսիս հարավ, ով ուզում է լինի, հայ ժողովրդի ընտրության հետ ստիպված են լինելու հաշտվել բոլորը։ Հետեւաբար մենք պարտադիր պիտի գնանք մասնակցենք ընտրությունների, մենք պիտի մեր ընտրությունը անենք, մեր ձայնը տանք այն ուժերին, որոնք իսկապես փափուկ խաղալիք չեն դառնում ամեն անգամ դրսի գործոնների ձեռքում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Մենք զանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին Տիկին Կարապետյանց։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք։ Բարեձեստիկին Պետրոսյան, Բարև ձեզ։ այո, Բարեձեստիկին Պետրոսյան, Բարեձեստիկին Կարապետյան, ողջունում ձեզ հեռախոսնդելից, նախ շնորհավոր առաջին ձյունի հետ կապված, մենք 30 տարի ձյուն չենք տեսել այստեղ, այնպես որ ված չէ ձյուն ունենալը, բայց նաև այլ բաներ չենք տեսել, որոնք կատարվում են հիմա Հայաստանում, եւ ասա կապված է, արևմուտքի լրությունից երբ խոսում ենք, պետք է արևմուտքին դիմել։ Ես հիշում եմ, որ Սերժի ժամանակ շատ էին դիմում արևմուտքին, եթե խախտումներ էին լինում եւ լինում էին հզոր արձագանքներ։ Հիմիկվա իշխանությունը կախված է արևմուտքից, որտեղ սպասելիքները ավելի բարձր են։ Ժողովրդավարական համակարգում չեն միջամտում եկեղեցուն, տարգելված է, ինչպես Նիկոլեանում, չեն բռնում մարդկանց խոսքի համար, ինչպես Սամվել Կարապետյանին իր այդ խոսքի համար կամ այդ իմնեմինի մարդկանց, չնայած ես նրանց չեմ սիրում, ոչ էլ կաթողիկոսին, բայց ժողովրդական process-ը կարևոր է։ Ինչու հարցը է, ինչու Հայաստանի ժողովրդավար ուժերը շարժվելով սազանդարներին, որոնց դուք նշեցիք, որոնք սատարում են Փաշինյանին, այլ կազմակերպությունները չեն դիմում արևմտյան Եվրոմիություն կամ եւ այլն այդ կազմակերպություններին, թեկուզ ցույցեր կազմակերպել Եվրոմիության դեսպանատան առաջ կամ դիմել պաշտոնապես, որ ծեր իշխանությունները խախտում են տարական ժողովրդական կանոնները եւ այդ ձևով ճնշում գործադրել իշխանությունների վրա, կամ եթե դա արվում է, ինչու արդյունավետ չէ։ Շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ զանգի համար։ Շատ բարձ։ Արևմուտքը հետաքրքրված է Հայաստանի Հանրապետության կամ այլ շուտ այս տարածաշրջանից Ռուսաստանը հեռացնելու։ Սա այլևս որևէ մեկի համար գաղտնիք չի, դա չեն անում ծածուկ, դրա տեղ հետաքրքրվածություն ունեն, դա ասում են բացահայտ։ Եվ այդ process-ը իրականացնելու համար իրենք պատրաստ են գնալ զիջումների, ասել թե աչք փակել, չտեսնել, բանի տեղ չդնել, իրենց զեկույցներում չներառել կամ տենց թեթև արձագանքել, տենց իրենց ձեռնտու է։ Այնպես չի, որ ես կողմնակից չեմ Հայաստանի Հանրապետությունը ռուսական օկուպացիայից ազատագրելու հարցում։ Խիստ կողմնակից եմ, երևի ամենակողմնակիցներից մեկն եմ։ Բայց եթե դա արվելու է այս տրամաբանության մեջ, եթե մեզ տանելու են դեպի դիկտատուրա, եթե մեզ տանելու են դեպի թուրքական բնույթի, ադրբեջանական բնույթի դիկտատուրա, կներեք, ասում եմ, ես հարցեր ունեմ, ընկերներ։ Ես պատրաստ չեմ գնալ ոչ թուրքական, ոչ ադրբեջանական դիկտատուրայի բնորոշ եւ այդ որջը ինձ մի տարեք, ես չեմ գնալու այդ ուղղությամբ։ Ինչու չեն խոսում բազմաթիվ մարդիկ, որովհետեւ նրանք ովքեր որ հանդես են գալի արևմտամետների դիրքերից, արևմտամետության հետ կապ ունեն ուղիղ այնքան, ինչքան, ինչ ասեմ, ոնց որ ես հայկական բալետի հետ ինչ որ կապ կարող եմ ունենալ։ Պատկերացրեցիք ինչ կարգի բան կա, հա, ասում եմ, դիսոնանս կա։ Այդ մարդիկ երբեք չեն եղել արևմտամետ, որովհետև արևմտամետությունը դա դրոշակ չի։ Արևմտամետությունը դա գրանտներ ստանալ չի ու կլոր սեղաներին մասնակցել ու տենց ճորոմ ճառեր ասելու մեջ չի։ Արևմտամետությունը դա մտածելակերպ է։ Երբ որ բոլոր իրավիճակներում մարդու իրավունքը քո համար մարդու իրավունք է։ Քոչարյանինը կլինի խախտված, այն տղաների երկու, որոնց ես էլ
բացարձակ ոչ թե չեմ կիսում, ընդհանրապես չեմ կիսում, բայց մարդկանց իսկապես քաղաքական հետապնդման խոսքի համար Սամվել Կարապետյանին ոչ ճանաչել են, ոչ հանդիպել են, ոչ գիտեն, ոչ է երբևիցե դժվար թե մեր ճանապարհները, ավելին ինքը հիմա իմ համար քաղաքական օպոնենտ է, հակառակորդ է, բայց ես համարում եմ, որ այդ մարդը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Ես այնքան ինչքան ես եմ խոսացել կաթողիկոսի հետ կապված, երևի, չգիտեմ, իրավապաշտպան գործունեություն ծավալող մարդկանցից չեն այդքան խոսացել, բայց կներեք այսօր հարվածը բանը չի, կաթողիկոսը չի, այսօր հարվածը հայ առաքելական եկեղեցին եւ հայկական ինքնությանն է ուղղված։ Եվ հետեւաբար այս բոլոր հարցերի շուրջ պաշտպանել Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, արդարացնել այդ դիրքորոշումները, արդարացումներ փնտրել եւ ես ձեզ ավելին ասեմ մեր հարգելի հարց տվողին, հա, լսեն, ասեց, եթե ձեզ թվում է այդ մարդիկ, ովքեր արևմտամետ են ձևանում, իրենք ամեն օրվա ռեժիմով տարբեր դեսպանատներում հանդիպումներ չեն ունենում եւ իրենց պրոնիկոլական այդ սազանդարական տեքստերը չեն տարածում, հիմա անպայման տրամբանական հարց կհնչի, բա դուք ինչի չեք գնում։ Ժողովուրդ, որովհետև իրանց քանակը, իրանց ռեսուրսները, իրանց հնարավորությունները անսահմանափակ են։ Իրական ժողովրդավարական, իրական արևմտամետ գաղափարախոսություն ունեցող մարդիկ իսկապես հատուկենտ են, ասում եմ, շտուչնե էկզեմպլար են մնացել Հայաստանում։ Մատերի, մի ձեռի մատերի վրա կարելի է հաշվել մարդկանց, ովքեր իսկապես կամ խմբերի, որոնք իսկապես արևմտամետ են։ Քներեք մարդիկ, ովքեր որ խուլիգանական հակամարտկային պահվածքը փողոցային, փողոցային էլ եմ ամանչում ասեմ, որտեղ փողոցում փողոցել ունի իր կանոններ, իր բարոյականություն ունի, իր արժանապատվություն ունի, բա 10 հոգով հարցակվեք մի հոգու ծեծես կաբինետիդ պրիոմնիում ու դու ասես, որ դա ժողովրդավարությունը ու կանայք են ասում, կանայք, ասում ժողովրդավարությունը գրունցքներով պիտի պաշտպանվի, տիկին դուք մեղսունակ եք, դուք նորմալ եք տիկին, ոչ, այդպես չի դա, դրա համար կան իրավապահ մարմիններ, խնդիր կա, կանչեք ոստիկանություն, թող ոստիկանությունը կամ քննիչները հետագայում զբաղվեն այդ խնդիրներով, բայց 10 հոգով դասկի տղավարի չի, հասկանում եք, դասկի փողոցային պահվածք չի, թե բա ժողովրդավար ենք, էսի չեք խոսում ժողովուրդ, այնպես որ խնդիրները շատ են, ադեկվատ իսկապես ազգային եւ ժողովրդավարական ուժերի մարդկանց առաջնորդող մարդկանց թիվը իսկապես քիչ է եւ այդ մարդկանց փորձել բոլոր տեղերում ծածկել բոլոր դաշտերը դա ես ձեզ հավաստիացնում եմ չկա այդպիսի հարթակ որը մենք բաց թողենք ու չխոսենք այդ խնդիրների մասին եւ դա միայն հանրային հարթակները չի բնականաբար մենք ունենում ենք նաեւ անհաշվելի թվով հանդիպումներ տարբեր հարթակներում նամակագրություններ ենք ունենում տարբեր տեղերում հարցեր ենք բարձրացնում բայց անկեղծորեն մեր ուժերը չեն բավականացնում ես խորհուրդ կտայի այդ թվում նաեւ մեր հայրենակիցներ ովքեր ապրում են Միացյալ Նահանգներում եթե կան տարբերակներ ինչ որտեղ բարձրաձայնելու դուք էլ փորձեք որովհետեւ ի վերջո Միացյալ Նահանգները ստեղ եղել է ժողովրդավարության դրոշակակի նա եղել եւ ժողովրդավարության այն ինչի մասին ես այն արդարադատության համակարգը որի մասին ես երազել եմ օրինակ ես տեսել եմ Միացյալ Նահանգներում երբ որ իսկապես ընտրված նախագահի առաջին հենց որոշումները արդարադատության համակարգը կասեցնում ասում մի րոպե դու այս որոշումը չես կարող ընդունես ես հիացած եմ եղել այդ process-ով բա հիմա ժողովուրդ Միացյալ Նահանգները ունի այդ հրաշալի համակարգը իսկ մեր մոտ ասում են հա շատ լավ է նորմալ է որ անհասկանալի որոշումներ են կայացնում ձեր դատավորները ոչինչ դե մեկ չէ տենց չի ինչի դուք ուրիշ սորտի մարդիկ եք չէ ինքեր դուք էլ եք նույն կառուցվածքից մենք էլ դուք էլ ունեք պատմություն, մենք էլ ունենք պատմություն, հաստատապես ոչ պակաս պատմություն, ոչ պակաս ներդրում ունենք աշխարհում։ Ճիշտ է, ձեր չափ մեծ չենք, ձեր չափ ուժեղ չենք, Աստված ձեզ 1000 տարվա կյանք տա, ուժ տա, հնարավորություններ տա, մենք էլ մեր հնարավորությունների սահմաններում մեր պատմությունը պիտի կերտենք։ Ու պետք չի գալ ասել, որ սա նորմալ է ինչ որ տեղի է ունենում։ Եվ նորից էլի պիտի վերադառնամ, ես անդադ սա շեշտում եմ։ Այո, մենք պիտի խոսենք արդարադատության, ներողություն, միջազգային գործընկերների լռելու մասին, չխոսելու մասին, չտեսնելու տալու մասին։ Մենք անընդհատ պիտի խոսենք, որ հետո վաղ իրանք չասեն, վայ մենք տեղյակ չենք, Ժողովուրդ ջան։
Մենք տեղեկացված չենք, չգիտենք, բայց մի բերան ասեք, այս խոսելը դրա համար է, բայց շատ ավելի կարևոր է, հազարապատիկ ավելի կարևոր է, թե մենք որպես հասարակություն, որպես ժողովուրդ, ինչ դիրքորոշում ունենք տեղի ունեցողի հետ կապված։ Եվ դրա պատասխանը տվել են բոլոր տեսակի հարցումները, 60% մեր հասարակությանը ասում է մերժում եմ ձեզել 60%-ը սպասման մեջ է։ Տիկին Կարապետյանց մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ մենք դուրս ենք գալիս ABC-ից, բայց շարունակում ենք մեր հարցազրույցը Patreon-ում, այնպես որ հետևեք մեզ։ Եկ քանի որ խոսում ենք ժողովրդավարությունից, խոսում ենք նորից եկեղեցուց, մենք եկեղեցու հետ կապված գործընթացին չեն կարող չանդրադառնալ, որտեղ ամեն անգամ նոր փուլ է մտնում։ Տեսեք, Արշակ Սրբազանը փաստորեն ասուլիս տվեց եւ հայտարարեց, որ հիմքեր չկան կաթողիկոսի հեռացման համար։ Եղան հոգևորականներ, որոնք հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ, նրանց որակեցին որպես դավաճաներ, սա ինչ է նշանակում։ Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ կարողացավ արդեն երկատել հոգևորականների եւ եկեղեցու ներսում պարակտում Հանուն արդարության, գիտեք, պետք է ասել, որ մեր եկեղեցին, չգիտեմ, ինքը չտեսնելու էին տալի եկեղեցու ներսում, թե չեն կարևորում, թե վստահ էին, որ ոչինչ լինել չի կարող, բայց սա նորություն չի, որ կային բազմաթիվ հոգևորականներ, այդ թվում նաև բարձրաստիճան հոգևորականներ, որոնք երկար ժամանակ դժգոհություն են ունեցել տարբեր հարցերի շուրջ։ Այդ թվում նաև իրանց նկատմամբ արդարացի, անարդարացի վերաբերմունքի հետ կապված, ներսում տիրող ինչ-որ գործերի հետ կապված։ Եվ սրան լուծում չտալը, այս պրոցեսներին լուծում չտալը, գնահատական չտալը, իհարկե ինչ-որ պահի, ինչ-որ ուժերի կողմից կարող էր օգտագործվել։ Դա կարող է լինել, օրինակ, արտաքին հետախուզական ինչ-որ գործակալներ, կարող էին լինել Հայաստանի Հանրապետության ներսից արտաքին ուժերը սպասարկող տարբեր ուժեր եւ դերակատարներ։ Եվ տեղի ունեցավ այն, ինչ պիտի տեղի ունենար։ Եթե դու չես ուզում սկզբունքորեն տեսնել օրգանիզմի հետ կապվող հիվանդագին դրսևորումները, դու ստանալու ես խնդիր։ Բայց ես ուրախ եմ իհարկե, որ մենք ընդամենը 10 հոգի հավաքեց Նիկոլ Փաշինյանը, ես չկանա տարուց ավել է, չէ՞, ոնց որ թեզ եկեղեցու հետ կապված խնդիրները անդադ գնալով ավելի հարկու են դառնում։ 6 էր մնացածն ընթացիկ այդ հայտարարությունները։ Հա, այդ քերեց ամբողջ եկեղեցուց կարողացավ գտնել ընդամենը 10 հոգի, թե 9 հոգի, չեմ էլի շում դեղ, հա, 9 հոգի մարդ գտավ, որոնց վերաբերյալ, դե կներեք ասում է, եթե Նիկոլ Փաշինյանի բարեփոխումները եկեղեցու ինքը անելու է Կճոյանի հետ միասին որպես բարեպաշտ քրիստոնյաներ, այն որ ասում է մե բարեպաշտ Նիկոլ Փաշինյանն է, մե բարեպաշտ Կճոյանն է, այ երկու սրբերով գնալու են եկեղեցին բարեփոխելու կամ չգիտեմ ազատագրելու այս ֆոնի վրա իհարկե ասում եմ պետք է հասարակությունը գնահատական տա ժողովուրդ ջան դուք էսեք պատկերացնում ընդ որում Արցախի թեմի առաջնորդներ էր այդ մասնակիցների մեջ արցախցիները անմիջապես փաստորեն արձագանքեցին եւ պահանջեցին որ ներողություն խնդրի եւ նրա քայլը դատապարտեցին ապրեն արցախցիները ես անկեղծորեն կակնկալեի որ բոլոր այն թեմերը որոնց առաջնորդները այնտեղ ներկա են եղել նույն բան անեն համայնքները, որովհետև դու կարող ես ունենալ տարաձայնություն ինչ որ հարցերում, բայց կներեք, բայց մի բան ասեմ աջան, ես գրեթե համոզված եմ, մենակ Կճոյանի ներկայությունը ինձ լրիվ բավարար է հասկանալու համար ինչպես է դա աշխատել, մարդկանց դիմաց ուղղակի դրել են կամպրամատները, այն պապկեքով կամպրամատները, որոնք դրվեցին բանի Վարդան Ղուկասյանի վերաբերյալ ոնց որ թե քրեական գործ բան արեցին, հարուցեցին, եթե Վարդան Ղուկասյանը գնար գործ արքի, այդ գործն է կփակեին, ասեմ, Վարդան Ղուկասյանն չէր կալանավորվի, եթե Վարդան Ղուկասյանը գնար Նիկոլ Փաշինյանի թաթիկները համբյուրելու, ոչ մի գործողություն է ասում, եթե ես գնայի գործ արքի, այսինքն այս մի բան ասեմ, բայց սրբազանները բացի նրանից, որ հոգևոր բարձր դաս ունեն իրենք նաև հասուն տարիքի տղամարդիկ են։ Տղեկ, ինչ եղել էր։ Համոզված եմ, ամեն մեկդ մի գալատ միտեղ կերել եք, դրա համար բերե այդ պապկեքով դեմները դրել են։ Ավելի արժանապատիվ չեր լինի, գայք ասեիք, վեապար կամ սիրելի ժողովուրդ։ Եղել է, սխալվել ենք, ներողություն ենք խնդրում,
Էս էլ մեր, չգիտեմ, ինչ են, սրբազաններն ինչ են տալիս։ Էս էլ մեր վեհարները կամ չգիտեմ ինչ են բանանում, ոնց են իրանց օծում։ Էս էլ մեր պագոնները մի խոսքով, հա, պագոնը լավ չի հնչում։ Էս էլ մենք հրաժարվում ենք, բայց մեզ շանտաժ են արել։ Մեկը չկանգնեց տղավարի, կանգնի ասի, մեզ շանտաժ են արել ու դա անել հանրայնորեն։ Լավ, այդ 9 հոգուցդ հեչ մեկի մեջ մտքովները չի անցել։ Լավ, այդ ինչ պիտի արածնեիք, մարդ էիք կերել։ Ինչ էիք արել։ Հա մի հատ ինչ են ոնց են ասում, հուսակրոնություն էիք խախտել, մեկը բիզնես էիք ունեցել, մեկը ինչ որ մի հատ անթույլատրել ինչ որ բաներ եղել։ Բայց այդ ինչ պիտի արածնեիք, որ կամ այդ ինչ բենեֆիտներ ունեք դուք, այդ ինչ բոնուսներ ունեք դուք, որ դրա խաթր պատրաստ չեք գաք տղավարի կանգնեք ասեք, այս Նիկոլ Փաշինյանը, այս իրա շանտաժը, այս էլ մենք հրաժարվում ենք այդ պաշտոններից։ Մեկը չեղավ տղավարի իրան պահի։ Ես չեմ հասկանում, այս երկրում վերացել է, այս ինչ են անում։ Այնպես որ ես հեչ մեղքից չեն գալի այս պարոնայք Սրբազանները 10-ից 12-ը եպիսկոպոսատ ժողով է հրավիրվելու հենց այդ վերջին զարգացումների շուրջ եկեղեցական կյանքին առնչվող հարցերի այդ եկեղեցական գործերը տեղ ես խառնվելու չեմ կարող, թեպետ ես հայրաքելական եկեղեցու տարբերություն Նիկոլ Փաշինյանի իսկապես եւ մկրտված, եւ պսակադրված, եւ մնացած բոլոր անհրաժեշտ տարողությունները անցած մարդ եմ, բայց ես ինձ իրանք չեմ վերապահում, դա ներքին կանոնակարգով կարգավորվող հարցեր են, դա իրանց լուծելու հարցերն են։ Եվ ես իսկապես հույս ունեմ, որ եպիսկոպոսները իրենք իսկապես կհավաքվեն վեհապարի հետ միասին, իսկապես առողջ ու ողջամիտ լուծումներ կգտնեն, որովհետև դու չես կարող անդադ չտեսնելու տաս, որ խնդիր կա։ Ի վերջո մենք իսկապես պատարակները ավելի են բորբոքում իրավիճակը, որքան է փորձում է սառնասիրտ լինել ամեն դեպքում։ Դա Նիկոլ Փաշինյանը թող մտածի, ինչպես է անջատում ինքնաոչնչացման process-ը, սա իր կարծիքով հաղթանակներ են, սրանք հաղթանակներ չեն։ Սրանք պարտություններ են։ Ամեն անգամ գալ մտնել ու հարվածը հարվածի հետևից հասցնել, ծափերի արժանանալ։ Հասկանում եք, հավատացյալ դուք կյանքում Մարի ջան, ձեզ թույլ կտակ մտնեք եկեղեցի ու ձեզ ինչ որ մեկը ծապա մտնում հեռախոսներն այն ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը, այդ ծապ տվողները, այդ մարդիկ ովքեր տարիներ շարունակ ծաղրել են, ախր ես իրանցից այդտեղ գտնվողների մի մասին անձնապես ճանաչում եմ մարդիկ ովքեր սաղ կյանքները եկեղեցին ու կրոնը ծաղրել են եւ մարդկանց ովքեր կրոնական ինչ որ համոզմունքներ են ունեցել, այդ մարդկանց համարել են հետադիմական, տենց ռաբիզ, չգիտեմ դուք ասեք էլի, ողորմելի ինչ որ վիճակներում են ներկայացրել, թիրախավորել են այդ մարդկանց, այսօր այդ մարդիկ գնում են սենց լուրջ դեմքով, սենց խառը հակառակ ուղղությամբ իդեպ, սխալ ինչ որ բաներ են, խաչակնքումներ են անում, ինչ որ բաներ են փորձում արտասանել իրար, գրկախառնվում են, երեխեք ծիծաղալու է, բայց դա իսկապես հավատացյալ ժողովրդին ինքը բավականին լուրջ հարված է հասնում, որովհետև դա օրինակ ինձ համար դա իմ կրոնական համոզմունքների վիրավորանք եմ ես ստանում, որպես սուպեր հավատացյալ ես ինձ չեմ համարում, բայց ես համարում եմ, որ իմ եկեղեցին ամեն անգամ պղծվում է։ Իմ նախնիներից ինձ ժառանգությամբ հասած եւ այն ինչ որ ես պիտի որպես արժեք փոխանցեմ իմ սերունդներին, այդ ամեն ինչը պղծվելով գնում, սա չի կարող լռելային ներվել, սա չի Ռոմի կարող Պապը Ստամբուլից ողջույններ ուղարկեց վեհապարին, սա ինչ ուղերձ էր։ Անշուշտ շատ գնահատելի է, որ հայկական եկեղեցում են հայտնվել, Ռոմի Պապը համարել է, որ ներկայությունը շատ ճիշտ է, բոլորը ունեն իրենց հետաքրքիր խաղերը եւ այս իրավիճակում այն ինչ որ կարող ենք առավելագույնը ինչ կարող ենք անել մենք ավելի շուտ ներողություն նվազագույնը ինչ պարտավոր ենք անել մենք դա մնալ կանգնած մեր արժեքների մեր ինքնության կողքին այդ թվում նաեւ հայրաքելական եկեղեցու կողքին ոչ թե որովհետեւ վեհապարը մեր սրտի վեհապարն է այլ որովհետեւ դա մեր ինքնության մի մասն է բոլորը խաղում են իրենց խաղը բոլորը ունեն իրենց հետաքրքրությունները եւ մի անգամ, գոնե մի անգամ հայկականը պիտի պաշտպանված լինի եւ պաշտպանված պիտի լինի մեր կողմից։ Մենք պիտի մեր վրա վերցնենք այդ պատասխանատվությունը։ Այս խառը ու ծանր ժամանակաշրջանը
բացի դժվարություններից ու հարվածներից տալիս է նաև հնարավորություններ, բացառիկ հնարավորություններ եւ մենք պիտի օգտագործենք ամենը բոլոր հնարավոր գործիքակազմերը հայկականը եւ հայկական ինքնությունը, հայկական պատմությունը, հայկական քաղաքակրթությունը, հայկական քաղաքակրթության մաս կազմող թե հեթանոսական, թե նախաքրիստոնեական, թե առաքելական, թե մնացած բոլոր այդ կրոնական ուղղությունները, մեր մշակույթը, մեր գիտության անցած ճանապարհները եւ ապագաները, մենք ամեն ինչը պիտի կարողանանք կարգավորենք, պաշտպանել եւ տեր կանգնել, ամենակարևորը տեր կանգնել։ Հենց որ մենք որոշեցինք, որ մենք տեր ենք կանգնում մերին, հարցերի ճնշող մեծամասնությունը ուղղակի կփակվեն։ Տիկին Կարապետյան ԵԱՀԿ-ն փաստորեն արձանագրեց իր ավարտը։ Ինչ եք կարծում, ինչու այսքան հեշտ, ինչու երկրներ այդ երկրի ղեկավարները ինչ որտեղ ամեն դեպքում երկու պետությունների Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների համաձայնությամբ այդ դիմումի համաձայն այս ամենը արվեց, բայց ամեն դեպքում խմբի ղեկավարները, երկրների տերությունների ղեկավարները կարծես թե չխոչընդոտեցին, չհակադրվեցին, ինչի մասին է սա խոսում, որ իրենք էլ էին հարմար պահի սպասում այսպես պատասխանատվությունից խուսափելու։ Ինչու ոչ։ Ինչու ոչ։ Որովհետև եթե կա շատ հանգիստ բոլոր երկրներին, հատկապես մեծ երկրներին, հետաքրքրում են ոչ թե առանձին փոքր երկրներ, որովհետև միայն Հայաստանը չի որ փոքր երկիր է, իրենց պատկերացման մեջ Ադրբեջանն էլ է փոքր երկիր, Վրաստանն էլ է փոքր երկիր, իրենց համար հետաքրքիր են ոչ թե առանձին երկրներ, այլ տարածաշրջաններ։ Իրենց հետաքրքիր է այս տարածաշրջանում խաղաղություն։ Ինչ գնով կլինի այդ խաղաղությունը, դա իսկապես իրենց հետաքրքիր չի։ Կլինի դա ցեղասպանության վրա աչք փակելու ճանապարհով, կլինի դա, չգիտեմ, դա դիվանքը այս կողմը կմնա, թե այն կողմը կմնա, դա մշակութային արժեք, կրոնական արժեք, այս կողմը կլինի, այն կողմը կլինի, կսարքեն ալբանական, չեն սարքի ալբանա։ Մեծ իմաստով դա ոչ մեկին չի հետաքրքրում, դա պետք է հետաքրքրի մեզ։ Եվ երբ որ իրանք գտնում են մեկին, ով ամեն ինչ պատրաստ է զիջել եւ ոչ մի դժվարություն չի առաջանում այդ հարց իրենց համար կարևոր հարցերը առաջ տալու, կներեք իսկ ինչի պիտի իրանք դիմադրեն։ Այդ հարցերը, այդ խնդիրները պիտի բարձրաձայնենք մենք։ Հիմա մենք ինչ ասեմ, Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռով Ալիևը հասավ իր մուրազին, այսինքն բոլոր մասնակիցները հասան իրանց մուրազին, իրանց վրայից պատասխանությունը դուրս եկավ, բայց ես կարծում եմ, որ այն հայտարարությունները, որ մենք լսում ենք առանձին երկրներից, եւ պատահական չի, որ մենք առանձին երկրներից լսում ենք, որովհետեւ իրենք էլ ունեն իրենց շահերը։ Հիմա հայկական կողմի ամբողջ տրամաբանությունը պիտի լինի սկսել ձևակերպել քո իրավունքների, այո, քո ազգային շահերը, քո իրավունքների համար պայքարի ամբողջ բանը, հա, հետագիծը եւ սկսել որոշել։ Տակ, այս փաթեթը մենք կարող ենք քննարկել այս երկրի հետ, որտեղ մենք ընդհանուր շահեր ունենք, ընդհանուր հետաքրքրություն ունենք, այս փաթեթը քննարկում ենք այս երկրի հետ եւ այսպես շարունակաբար։ Սա քննարկում ենք հոգեվորականների հետ միասին առաջ ենք տանում այս մի ուղղությունը, չնայած ուրա ՀԿ Հայաստանում սկի ՀԿ-ել չի մնացել, հատուկենտ մատերի վրա հաշված մարդիկ ու գազམ་ակերպություններ են մնացել։ Լավ ինչ որ է, այդ երկու ՀԿ-ն որ մնացել է, այդ երկու ՀԿ-ներով ենք առաջ տանում։ Չգիտեմ, դա այլ քաղաքական ուժերի միջոցով, մի խոսքով Սփյուռքի միջոցով ենք, ամենակարևորը Սփյուռքի ներքին համայնքների միջոցով, յուրաքանչյուր բարեկամական երկրի Սփյուռքի միջոցով ենք այդ անում։ Մի խոսքով կան հազարավոր աշխատելավոճեր, աշխատելու հնարքներ, հնարավորություններ եւ դա պետք է անել, քանի դեռ դու քո միտքը, խաղապարը, քո իրավունքը, քո շահը չես ձևակերպել, կներես դու անընդհատ մնալու ես այն բանի օգտագործվող իրերի կարգավիճակում, էլի, որ ոնց կուզենա, տենց մի հատ կհարմարացնի, էլի, միտեղ։ Բրյուսելում կստորագրվի գործընկերության օրակարգը, Ալեն Սիմոնյանը Հունաստանում է եւ արտաքին գործերի նախարարի հետ մեր գերիների մասով խոսեց, պաշտպանության նախարարը Պապիկյանը Եգիպտոսում է, սրանք ինչի մասն են խոսում։ Արտաքին դիվանագիտական հարաբերություններում հաջողություններ, եթե մեր հաջողությունների պատկերացումները շատ տարբեր են։ Մեր եւ իշխանությունների պատկերացումները շատ տարբեր են։ Եթե մեզ համար ցանկացած process, որը ի նպաստ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության անվտանգության, արդյունավետ զարգացման, տնտեսության զարգացման ուղղվում, այո, շատ ողջունելի է, շատ լավ է, ապրեք, բոլորն էլ ապրեն, անկախ նրանից ով ոնց է վերաբերվում։ Բայց ես չեմ կարծում, որ իրենք ամբողջությամբ
այստեղ նախ ներկայացնում են Հայաստանի շահը եւ երկրորդը հիմա իրանք ուղակի ինչ ասեմ ես շատ ցավով եմ դա ասում որովհետեւ կապ չունի ես սիրում եմ օրվա իշխանություններին թե չեմ սիրում դատապարտում եմ թե չէ այնքան են իջացրել նշածողը որ մեզ շատ տեղեր հրավիրում են ոչ թե մեր հետ բանակցելու խոսելու մեզ կանչում են տեղյակ պահելու կամ ինչ որ թուղթ ստորագրելու ես ուզում եմ որ Հայաստանի Հանրապետությունը լինի այնքան կայացած եւ սուվերեն եւ ինքնորոշված որ մենք կարողանանք մեր խնդիրները կարողանանք առաջ քաշել կարողանանք լուծումներ առաջարկել կարողանանք բանակցել եւ մենք լինենք ոչ թե ինչ ասեմ տեղեկացված լինելու իրավունք ունեցողի դերում այլ որոշումներ կայացնողի եւ ինչու ոչ նաեւ առանձին դեպքերում պահանջներ ներկայացնողների հիմնական դեպքերում պահանջներ ներկայացնողի դերում Տիկին Կարապետյանս եւ վերջին հարցը Երևանին է վերաբերում օդի աղտոտվածություն խցանումների մասին արդեն խոսեցինք եւ Դաշնամուրի գործարանի պատի փլուզումը Եվ դաշնասպանությունը Բորիս Արզումանյանի մի քանի օր առաջ որ ցնցեց համացանցը եւ չեմ ուզում անդրադառնալ նոյեմբերյանում տեղի ունեցած մի խոսքով այս ամենը ինչի արդյունք է Սա ամբողջական պատկերը չի դուք շատ կարճ ժամանակում այն ինչ որ նշեցիք սա ընդամենը մի քանի օրերի հա երևի շաբաթվա 10 օրվա պատմություններ են բայց եթե մի քիչ էլ հետ գնանք մետրոյի կողքի Սուրմալուի պայթյունը այսինքն չգիտեմ տարբեր հրդեհներ անտառների վառվելը այո անտառների այրվելը կարարի զոհվելը երիտասարդների սպանությունը մի քանի մեկ շաբաթ առաջ այսինքն մենք տոտալ չպետության կարգավիճակ ես չվախենում եմ այդ բառերը ասեմ որովհետև դրանք բառերը ուժ ունեն իրականում ու ես վախենում եմ այդպիսի բաներ ասել բայց համակարգերի իսպար բացակայության պայմաններում ենք ապրում եւ սա սարսափելի է սա գիտեք մարդկանց մեջ վախը անընդհատ վախի մեջ են ապրում մարդիկ որ արդյոք հաջորդ զոհը կարող եմ լինել ես մեքենան շուռ կգա չգիտեմ հրդեհ կլինի պատը կփլվի մեկը կգա ինչ որ մի բան կասի դանակը կմցնի բառը ոստիկանության զրո արձագանք սա անընդհատ մարդկանց այդ լարվածության մեջ պահելու ես մեկ-մեկ մտածում եմ սրանք տեսնես ինչ ասեմ այդքան ապաշնորեն թե դիտավորություն կա այս ամեն ինչի մեջ ոչ այն տարբերակը իմ կարծիքով լավը չի իշխանությունների համար որն էլ որ լինի դա կործանար արա բայց մեկ-մեկ սկսում եմ կասկածել արդյոք սա պատահականություն է կարծում եմ որ ոչ որովհետև այսքան պատահականություն մի վայրում մի փոքրիկ Հայաստանում արդեն չի կարող լինել էլի բայց չընկճվեն մեր հասարակությանը երբեք չընկճվի դրա համար որպեսզի հանրությունը չընկճվի մենք արդեն պրոյեկտներ ունենք մշակված մենք հիմա շարունակում ենք մեր հանդիպումները ես իսկապես համարում եմ որ մենք ծանր ժամանակները բացառիկ հնարավորություն են ստեղծում նոր լրիվ նոր պրոյեկտներ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր հիմքեր, առողջ հիմքեր դնելու համար եւ մենք հիմա շատ մեծ ծավալով հանդիպումների մեջ ենք ես ուրախ եմ ասել որ մենք շատ լավ մարդկանց ենք գտնում շատ հրաշալի մարդիկ մեզ են գտնում ու մենք շարունակում ենք հայտնի եւ անհայտ առայժմ մարդիկ համագործակցության մեջ ենք շատ արագ տեմպերով աշխատում ենք ես իսկապես համոզված եմ որ մենք 26 թվականին կարողանալու ենք գալ ռեալ փոփոխության ոչ միայն տեխնիկապես մեկը գնա մյուսը գա մենք իսկապես հնարավորություն ենք ունենալու գնալ փոփոխությունների ճանապարհով դրա համար ամենակարևոր բանը երկու խնդրանք ունեմ առաջինը չհուսահատվել չհիասթափվել չվախենալ չհոգնել որովհետեւ մենք ուրիշ պետություն չունենք մենք մի հատ հայրենիք ունենք ու դա Հայաստանն է եւ որևէ մեկը մեզանից բացի այստեղ խնդիրները լուծելու ոչ իրավունք ունի ոչ էլ պարտականություն ունի սա միայն ու բացառապես միայն մեր ֆունկցիան է եւ երկրորդը երբ էլ որ լինեն ընտրությունները ես պիտի խնդրեմ անպայման գնացեք ընտրությունների որտեղ Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուները վազելով կամ ծեծելով տարվելու են ընտրությունների եթե չգնաց անհամաձայների դժգոհների անհամաձայների այդ խումբը մարդկանց մեր հասարակության են 60%-ը եթե չգնաց ընտրությունների Նիկոլ Փաշինյան իսկապես հաղթելու է դուք պիտի գնաք ընտրության ընտրեք ցանկացածին ով միջև այդ պահը կկարողանա վաստակել ձեր վստահությունը իսկ նժարը անելու է ամեն ինչ անհնարինն էլ անելու որպեսզի կարողանա վաստակի մեր հասարակության վստահությունը եւ քվեն ինչու ոչ եւ նժարի վրա ով է դնելու քարերը նժարումով է դնելու այդ
Եվ ով է նժարում որոշել է, ով է առաջնորդելու եւ ով է այդ քարերը դնելու եւ Մենք- որոնք են լինելու այդ Մարջան, մենք արդեն այդ նժարները ունենք դրված, որովհետեւ մենք ասելով մեր ժողովուրդը հավաքական, որովհետեւ մեզ համար արժեքներն են դրված։ Արժեքը ազատությունն է, բոլոր իր դրսևորումներով։ Արժեքը անվտանգությունն է, արժանապատվությունն է, մարդու արժանապատվությունը, որը հետևողականորեն նվաստացվել ու տրորվել է։ Արժեքներն են դրված նժարի վրա երկու կողմում էլ եթե կուզեք եւ մարդիկ ուղակի պիտի գան որոշում կայացնեն իրենց համար դա արժեքներ են թե չէ կան բաներ որոնք մի հոգու կամ մի թիմի որոշելունը չեն դրանք մեզ ի վերուս տրված են դրանք կյանքի փորձությունով անցած են դրանք ապացուցել են իրենց արժեք լինելը ազատությունը ապացուցելու կարիք չկա որ ազատությունը բացարձակ արժեք է որ մարդը բացարձակ արժեք է որ մարդու արժանապատվությունը բացարձակ արժեք է հետեւաբար արդարությունը բոլոր իր դրսևորումներով միայն դատարանների մասին չի խոսքը առհասարակ արդարությունը բացարձակ արժեք է ես հասկանում եմ որ ինքը ավելի վերացական է բայց մենք փորձել ենք այն բոլոր կարևոր արժեքավոր ինչ որ կա փորձել տեղավորել շատ ավելի պարզ ու մատչելի բառերի մեջ եւ ես համոզված եմ որ մեր հասարակության մեծ մասը իսկապես այդ կրողն է ինչ որ պահ հոգնել են հուսահատվել են բայց իրենց գենետիկ մակարդակով մի քանի հազար տարվա պատմություն ունեցող ժառանգները չեն կարող կրողը չլինեն Սասունցի Դավիթի ժառանգները Մովսես Խորենացու ժառանգները Մեսրոպ Մաշտոցի ժառանգները Նժդեհի ժառանգները չեն կարող կրողը չլինեն գենետիկ մակարդակում կրող չլինեն այն արժեքների որոնք դրված են նժարի վրա ես վստահ եմ որ մեր հասարակությունը ընտրելու է արժեքները Շնորհակալություն եմ հայտնում Տիկին Կարապետյանց այսօրվա հաղորդման համար հետևենք զարգացումներին հարկ լինելու դեպքում կրկին կհանդիպենք մեր տաղավարում եւս մեկ անգամ շնորհակալ եմ Հարգելի հայրենակիցներ այսօր այսքանով ավարտում ենք հետևեք զարգացումներին մնացեք խաղաղությամբ